Արի, Ծերուն, Արա, Եղիսաբեթ, Ատով, Փարելի, Թալին, Մաքրուհի, իքական ու արական անունների այս փոքրիկ ցանկն, ինչպես Տեր Հայրն է ասում, կօգնի մարդկանց ճանաչել հայկական ծագում ունեցող անուններն ու հեշտությամբ կողմնորոշվել, հայկական ինչ անուններով կոչել իրենց զավակներին։ Վեհափար Հայրապետի տնօրինությամբ սեղանի նման օրացույցներ Մայրաթորի հրատարակչությունը պատրաստում է 2006 թվականից։ Ամեն տարի, սակայն, դրանք որոշակի փոփոխությունների են ենթարկվում։ Հայկական անունների ցանկը 2012 թվականի օրացույցի մեջ տեղ գտած միակ նորույթը չէ։ Ավելացել են նաև չափման միավորների ցանկը, հոգևորականներին դիմելու ձևերը, հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերի մասին համառոտ տեղեկությունը, հեռախոսահամարներ, հասցեներ, հարցեր, որոնք հաճախ են հետաքրքրում մարդկանց։ Աշխատել եմ որպեսզի օրացույցը լինի կիրառական եւ ամեն տարի իր մարտահրավերների համաձայն այդ օրացույցը բնականաբար այսպես քարացած վիճակում չի լինի եւ փոփոխության կենթարկվի, ինչ որ հարմար գտնենք, տեսնենք թե օգտագործողները ինչի կարիքն ունեն, ինչ բան որ անհրաժեշտ լինի, մենք դա կնախադեսենք հաջորդ տարվա մեջ։ Օրացույցի ցանկացած բացվածքում տվյալ շաբաթն է, երկուշաբթիից կիրակի։ Ամենօրյա ժամատախտակներին զուգահեռ, ինչպես եւ ամեն տարի, պետական եւ եկեղեցական բոլոր տոներն են հիշատակվում։ Սակայն տվյալ ամսվա սրբերի վարքը, ի տարբերություն նախորդ տարվա օրացույցի, որ տվյալ օրվա էջին էր տեղակայված եւ շատ դեպքերում խանգարում էր գրառումներին, ամսվա սկզբում է գրված։ Բոլոր պարագաներում, ինչպես Տեր Հայրն է ասում, օրացույցը կազմելի սկզբունքը մեկն է եղել՝ հնարավորինս կիրառական ու պիտանի դարձնելը։ Օրինակ, շատ հաճախ հարցնում էին մինչև հիմա էլ ինչու մենք տոնում ենք հունվարի 6-ին, ուղղափառները տոնում են հունվարի 7-ին, կաթոլիկները տոնում են դեկտեմբերի 25-ին։ Նախորդ հրատարակությունների մեջ նման հարց չկար։ Այս հրատարակության մեջ օրինակ այդ տարբերությունների համար մի փոքրիկ հոդված մենք տեղադրել ենք, այսինքն այդ հարցն է մեջտեղ եկել, այդ ենք դրել։ Մյուս այս տարվա ընթացքում ինչ նոր հարցեր եթե ծագեն, մյուս տարվա հրատարակության մեջ դա հաշվի կառնենք։ 2012 թվականի սեղանի օրացույցները վաճառվում են Մայրաթորի գրատներում, տպագրվել է 1000 օրինակով։